Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել են հետևյալ լուրերը։ Երևանի ավականու այսօրվա նիստի ժամանակ չզեկուցվող հարցերի փաթեթն ընդունելուց հետո լեզվակռիվ սկսվեց Տիգրան Ավինյանի եւ ընդդիմադիր ավականիների միջև։ Չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված էր նաեւ Երևանում կարմիր գծերի ու տրանսպորտի վճարների 2026 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին նախագծերը, չնայած այն բանին, որ դատարանը վերջերս թանկացման որոշումը հերթական անգամ ոչ իրավաչափ էր ճանաչել։ Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը Հանրապետություն եւ Հանրային ձայն խմբակցությունների անդամներին անվանեց ՔՊԻ-ին ծառայողներ, ընդգծելով, որ քաղաքացիական պայմանագիրը տուգանքի մատերիալ է դարձրել։ Հանրային ձայն խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն էլ նշեց, որ չի ցանկանում քաղաքական խոտանների խոսքերին անդրադառնալ, որոնք օդում կախված են ինչպես ոչիլներ։ Իրավիճակն ավելի լարվեց Հանրային ձայն խմբակցության ավականու անդամ Արտակ Գալստյանի խոսքի ժամանակ։ Նա նշեց, որ ընդդիմության ձայները 33-ն են, իսկ իշխանությանը 32-ը։ Գալստյանը հռետորական հարց հնչեցրեց, ընդհանուր չզեկուցվող հարցերի փաթեթը բաղկացած էր 21 հարցից ու բոյկոտելու դեպքում ինչու են մյուս ընդդիմադիրները միայն կարմիր գծերի եւ հանրային տրանսպորտի մասին հարցերը նշում։ Տիգրան Ավինյանը, որը մի քանի անգամ հայտարարել էր, որ բետոնե նյարդեր ունի, հունից դուրս եկավ։ Հասկացանք էլի։ Հասկացանք, չափի մեջ, ասենք, այս չափը չի կարելի, այդքան տեղ չկա, շատ եք լոճվում, շատ եք լոճվում, պարոն Իսկանդարյան, ձեզ նախազգուշացում, պարոն Իսկանդարյան, ձեզ նախազգուշացում, պարոն Հակոբյան, ու ձեզ նախազգուշացում, ու շարունակեք ոգևորվել, ժողովուրդ ջան, նախազգուշացումները կանցնեն այլ մակարդակներ, երբ որ ես ասում եմ շատ եք լոճվում, ուրեմն ճիշտ եմ ասում, որովհետև շատ եք լոճվել, հարգելի գործընկերներ, ու այս ձեր լայնքը հեսա կնեղացնենք, որովհետև դուք ձեր լեզվի այս ելևեջները, դուք մեկ-մեկ արդեն ոնց որ իրականում խառնում եք, մեր համեստությունը, մեր հանգստությունը, մեր զսպվածությունը իրականում խառնում եք շատ այլ բաների հետ, դրա համար եվս մեկ անգամ զգուշացնում եմ ձեզ, բոլորիդ, այս ռեպլիկներ անողներիդ, ապերավատ լնողներին, են ովքեր որ մտածում են, որ իրականում իրանց քուչում է լավ լռություն ասեցի, այսքան ժամանակ ինքնադրսևորվել եք, հիմա լռեք և ուշադիր լսեք, Ժորժ ջան, ձեր չափերը ճանաչեք և սա ձեզ վերջին նախազգուշացումն է, սենց հանգիստ, սենց երկար տարել ենք, ինչքան չենք խոսացե, այդքան ավելի եք, ոնց որ տենց ինքներդ ձեզ ոգևորել եք, նստեք, պարոն Քոչարյան, նստեք, ասում եմ, նստեք և լսեք, ուրեմն սա ձեզ վերջին նախազգուշացումն է, սուս մնա, լավ, լրի նստի տեղդ, պարոն Գալստյան, ասեցի լրիր և նստի տեղդ, պարոն, չէ, Ժորժ ջան, դուք մի խառնվեք, նստեք, չէ, մի արձագանքեք, նստեք, վերջ, պարոն Գալստյան, շարունակեք։ Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը եւ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում չեն ընդունել իրենց առաջադրված շինծ ու մեղադրանքները։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նրանք հանդես են եկել եզրափակիչ խոսքով։ Բաբայանը նախորդ նիստին էր սկսել խոսքը։ Լևոն Մնացականյանը անդրադառնալով մեղադրանքներին ասել է, Արցախում կռվել են ոչ թե վարձկաններ, այլ կամավորներ։ Նա նշել է նաեւ, որ չի մասնակցել որևէ ռազմական գործողության ինչպես 2020, այնպես էլ 2023 թվականներին։
Մնացականյանը հերքել է նաև ապրիլյան քառորյա պատերազմի վերաբերյալ ադրբեջանական մեղադրողի պնդումը, շեշտելով, որ հայկական կողմը չի հարձակվել ադրբեջանական դիրքերի վրա։ Ավելի վաղ դատարանում խոսել էին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ու գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։ Նրանք եւս չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը։ Պաշտոնական տվյալներով Ադրբեջանում 23 հայ գերի ու պատանդ է պահվում, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ են։ Նրանց հիմնական մասին բացառությամբ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի ՑԲ ազատազրկում է սպառնում։ Կտրուկ վատթարացել է Բաքվի բանտում գտնվող Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակը, այս մասին հաղորդում են Ադրբեջանի արդարադատության նախարարությունը։ Գերատեսչության տեղեկություններով դեկտեմբերի 22-ին Խաչատրյանի մոտ շնչառական խնդիրներ եւ սրտի հատվածում ցավեր են ի հայտ եկել։ Ըստ ադրբեջանական աղբյուրների Խաչատրյանին առաջին օգնությունը ցուցաբերել են բանտի բժիշկները, սակայն ինտենսիվ թերապևտիկ եւ վերագենթանացման գործողությունները որևէ դրական դինամիկայի չեն հանգեցրել, ուստի Խաչատրյանը տեղափոխվել է պետական բժշկական հաստատություն։ Ադրբեջանի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն Խաչատրյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ինտենսիվ թերապիան շարունակվում է։ 70-ամյա Վագիվ Խաչատրյանը առևանգվել ու գերեվարվել է 2023 թվականի հուլիսի 29-ին Լաչինի միջանցքի վրա տեղադրված ապօրինի ադրբեջանական անցակետի մոտակայքից շտաբ բուժօգնության նպատակով Կարմիր խաչի մեքենայով տարհանվելու ընթացքում։ 70-ամյա արցախցուն Բաքուն մեղադրում է Մեշալի գյուղում ադրբեջանցիների ցեղասպանության, նրանց բռնի տեղահանման համար։ Խաչատրյանը դատարանում ասել է չգիտի ինչի մասին է խոսքը։ Մեշալին, որ արցախցիներին հայտնի է Լեսնոյ անվամբ, Խաչատրյանի ծննդավայրից Հասկերանի պատարագ գյուղից մի քանի կիլոմետր է հեռու։ Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը մերժել է նաև падգամավոր Հայկ Սարգսյանի եղբոր Նաիրի Սարգսյանի թեկնածությունը։ Սարգսյանը հաստատել է այս տեղեկությունը։ ԿՊ վարչությունը օրեր առաջ չի հաստատել նաև Հայկ Սարգսյանի թեկնածությունը։ Նաիրի Սարգսյանը Փաշինյանի վաղեմի զինակիցներից է, կուսակցության հնաբնակներից, թե ինչու են որոշել, որ չլինի 2026-ի ցուցակում, թիմակիցները չեն հիմնավորել։ Սարգսյան եղբայրները, որ 2007 թվականից Փաշինյանի հետ փողոցում են եղել, ավելին 3 անգամ այդ իրողությունը հավաստող տեսանյութ էին հրապարակել, չեն հաշտվում թիմակիցների որոշման հետ, մտադիր են բողոքարկելու վարչության որոշումը։ Նաիրի Սարգսյանը 2018 թվականից Նիկոլ Փաշինյանի օգնականն էր, 3 տարի է կառավարությունում չէ։ Հայկ Սարգսյանը համոզված է, որ օնլայն խաղատների հարկերը կրկնապատկելու իր նախագծի պատճառով են իրենց մերժում։ Նա կարծում է, որ իշխող կուսակցության վարչության, մասնավորապես Ալեն Սիմոնյանի միջոցով իր դեմ են դուրս եկել բուքմեյքերական ընկերությունների սեփականատերերը, որոնց գրպանին իր նախագծով հարվածել է։ Նրա այս հայտարարություններին կուսակցությունից դեռ չեն արձագանքել։ Ռուսական հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել, այս մասին հայտնել է Լիվովսկի երկաթուղու մամուլի ծառայությունը։ Առաջին խմբականակը 8 հացահատիկային վագոնից է բաղկացած։ Նշվում է, որ մինչև տարեվերջ այս երթուղով նախատեսվում է 30 վագոն հացահատիկ ուղարկել, ընդհանուր առմամբ ավելի քան 2000 տոննա հացահատիկ։ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերին Աստանայում հայտնել էր տարանցման արգելքը հանելու որոշման մասին։ Նիկոլ Փաշինյանն իր հերթին Թուրքիայից Ադրբեջան ու հակառակ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցում ապահովելու պատրաստակամություն էր հայտնել, որին Բաքուն դեռևս չի արձագանքել։ Նոյեմբերի սկզբին ղազախական հացահատիկով բեռնված գնացքը Հայաստան եկավ Ադրբեջանի տարածքով։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն անդրադարձել է իր պաշտոնանկության մասին մամուլում շրջանառվող լուրերին։ Արուշանյանը լրագրողներին վստահեցրել է, որ պաշտոնը կորցնելու հետ կապված մտավախություն չունի, իսկ Նիկոլ Փաշինյանի կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության ցանկացած որոշման հետ ինքը հաշտ է լինելու։ Քննարկումը իմ հետ քննարկում որպես այդպեսին ասեմ նախ փակնիստ է եղել, չեմ ուզում շատ մեկ մանրամասներ, թե падգամավորների տեխնացուների հետ հանդիպում, այնտեղ տարբեր հարցեր են քննարկվել ու ուղղակի քննարկում էինք եղել, ել եմ ասում, որոշումը կլինի հիմի, թե կլինի մի տարի հետո, թե 5 տարի հետո, ես որպես այդպեսին գիտեք, պաշտոնից կորցնելու կամ աթոռը կորցնելու մտավախություն չունեմ, աթոռի պատմությունը բոլորը շատ լավ գիտեք, պաշտոնն էլ ի սկզբանե ծնվածս օրվանից եղել է պայմանն ու ազգանունն է, իսկ պաշտոնին երևի նկատել եք, ես բոլոր ժամանակահատվածներում վերաբերում եմ որպես գործիք, որը հնարավորություն է տալիս քո մարզի, քո քաղաքի, քո երկրի համար լավ բան անելու։ Ինչքան երկար կարողացա լավ բան անել, այդքան ես ինձանից կող կլինեմ։ Իսկ ամենամեծ գնահատականը, որը ունեմ, մեր ժողովրդի գնահատականն է, որ ինձ շատ շնորհակալ եմ այդ լուրերը տարածվելուց հետո
շատ ու շատ զանգեր ու SMS-ներ եմ ստացել մտահոգություններով մեր քաղաքացիների կողմից թե Գյումրու, թե Շիրակի մարզի։ Հարուշանյանը նաև հայտնել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում իր անունը վարչության կողմից արդեն հաստատվել է։ Այսօր դեկտեմբերի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 14:50-ի սահմաններում Կամազ-Մակնիշի ավազով բարձված բեռնատարը Եղվարդ Զովունի ավտոճանապարհին Եղվարդի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, կոտրել դրանք եւ կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Կողաշրջման հետևանքով սկսվել է գազի արտահոսք եւ օպերատիվորեն ժամանած Գազպրոմ Արմենիա Կոտայքի մարզի ԳԳՄ-ի աշխատակիցները գազի արտահոսքը ժամանակավորապես դադարեցրել են ու հիմա ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ վթարված խողովակը վերանորոգելու, հենասյուները տեղադրելու, իսկ դրանից հետո գազամատակարարումը վերականգնելու համար։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։